Այս ժպտերես աղջիկը 13-ամյա Լյուսի Բաղմանյանն է։ Փայլող աչքերով ու լայն ժպիտով պատմում է քաղցկեղը հաղթահարելու իր ճանապարհի մասին։ 6-7 տարեկան էր եւ ոտքը ցավեց եւ մայրը տարավ բժշկի։ Պարզվեց աղջնակը քաղցկեղ ունի։ Արցախում ապրող Լյուսին առաջին ստուգումներն անցել է Մարտակերտի հիվանդանոցում, որտեղից էլ նրան ուղեկրել են նախ Ստեփանակերտ, ապա Երևան։ Գիտեի, որ մի բան այն չի, որ եթե պարկեցրին, ուրեմն մի լուրջ բան կա, հետո որ բժիշկների խոսակցությունից ուժը սկսեցի հասկանալ, որ քաղցկեղ եւ այլն, ու տենց հասկացա, որ հիվանդացա։ Այս տարիների ընթացքում էլ շատ թեթև տարա այդ ամեն ինչը։ Բուժման բարդ ճանապարհին Լյուսին իրպես պայքարող շատ ընկերներ է ձեռք բերել, որոնց մասին մեծ ջերմությամբ է խոսում։ Սկսում ենք իրար հետ ժամանակ անցկացնել, իրար խորհուրդներ տալ, ստենց շփվում էինք իրար, եթե ինչ-որ լուրջ բան է ելնում, ասենք այնտեղ բիոխիմիա հանձնել, ոսկրածույց եւ այլն, տես բաների ժամանակ իրար փոխում էինք, որ չվախենանք, ստենցն է, նենց էլի։ Հիշում է նաև Արցախի իր ընկերներին, որոնք ամենօրյա խաղերն անգամ փորձում էին իր համար տոնի վերածել։ Տոնի վերածված այդ օրերից բացի կային նաև ցավոտ օրեր, որոնք սակայն աղջնակին չեն ընկճել։ Հիշում է, 8 տարեկանում է ստացել առաջին բիոքիմիան, որից հետո մազերը սկսել են թափվել։ Ամենացավոտ բանը, որ մազերս կտրել էր, սկզբից որ կառը կտրեցի այդքան թեթև տարա, հետո որ մազերս ինքը իրան սկսեց թափվել բիոխիմիայի պատճառով, ասի դե լավ մամ ջան, քաչալցրում եկա վաղթե ուշ էդի պիտի ելներ, քաչալացրին ու տենց 3 տարի մազերս աճեց, երկարացավ։ Լյուսին հիմա ժպիտով է պատմում, որ սկզբում վախենում էր, մտածելով, որ մազերը էլ չեն աճի, բայց ամեն ինչ իր սպասվածից ավելի լավ է ստացվել։ Եղել են օրեր, երբ ստիպված է եղել քնած ձևանալ, որպեսզի մայրը չտխրի, բայց մի անգամ իր համար ծանր խոսակցություն է լսել։ Ուզում էի հելնեի մաման գրկեսի մամ ջան սա լավ կերի, բայց հետո հիշում եմ, որ ես քնած եմ։ Ու չէի կարա ռեսկի արթնանայի ասեի մամ ջան, քնած չի։ Վետը մաման գիտե, որ եթե սիրան տենայի լացլուց, ես 100% մի վատ բան կվկայի էլի։ Բուժման ընթացքում, երբ նորից հավատով է լցվել ու նոր երազանքներ ստեղծել, ասել է, դուրս գրվելուց հետո առաջինը պետք է գնա պիցցա ուտելու։ Դե բուժման ընթացքում արգելված են եղել իր սիրելի ուտելիքները, իսկ հիմա Լյուսին այլ երազանք ունի։ Ես շատ էի երազում, դե որ մամայք այդքան փող էին ծախսում իմ համար, շատ էի երազում բժիշկ դառնայի ու երեխեքին անվճար բուժեի, որ մնացած մամաներն էլ տենց ծախ չտանեմ, ոնց որ իմ մաման։ 13-ամյա աղջիկով հասցրել է նման բարդ ճանապարհ անցնել ու հաղթահարել, հիմա նույն մարտահրավերներին բախված մարդկանց խորհուրդ է տալիս ոչ մի բանից չվախենալ, մտածելով, որ ինչ լինելու է կլինի, իսկ այժմ պայքարել է պետք։